Թագավորական Դանիայում տեսախցիկները Ալբանիայի վարչապետ Էդի Ռամանի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ոտքի վրա լայնաժպիտ կատակներն են որսացել։ Հիշում եք, Թրամփը խոսել էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության մասին, հիշատակելով Ալբանիան եւ Ադրբեջանը։ Պետք է ներողություն խնդրեք, քանի որ ինձ ու Ալիևին չեք շնորհավորել խաղաղության գործարքի համար, որ նախագահ Թրամփը հաստատել է Ալբանիայի ու Ադրբեջանի միջև։ Կոպենհագենյան գագաթնաժողովում շնորհավորանքները, որ շռայլում են Փաշինյանին, թե Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները խաղաղության գործընթացում առաջընթաց են արձանագրել։ Փաշինյանի հետ ողջագուրվում եւ նրան շնորհավորում է Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Իսկ թե իրականում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առաջընթաց կա թե ոչ, վերջին օրերի իրադարձություններն այդ հարցի շուրջ այլ պատկեր են արտացոլում։ Երբ որ Ադրբեջանը ասում է Զանգեզուրի միջանցք, իրանք նկատի ունեն հորադից Զանգելան ճանապարհը, անուն են ուզում դնեն։ Այդտեղ մենք պետք է հարց տանք, մենք դա մեզ հուզում է։ Հանրությանը հուզում է թուրքական տանդեմի կողմից հաճախակի հնչեցվող Զանգեզուրյան միջանցք արտահայտությունը։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի Ալիևից բացատրություն պատասխան ակնկալելուց հետո էլ Թուրքիայում գրեթե նույն ձևակերպումն են տվել։ Էրդողանի վարած ազգային անվտանգության խորհրդի նիստում կարևորել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ջանքերը, նշելով, թե Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցքը կծառայի տարածաշրջանի բոլոր երկրների շահերին։ Նիստում չի կիրառվել Թրամփի ուղի կամ Սյունիքով անցնող ճանապարհ ձևակերպումը։ Սա եւս մեկ հնարավորություն էր այդ Զանգեզուրյան միջանցք կոչված նարատիվը մտցնելու միջազգային հարթակներում, միջազգային տարբեր ձևաչափերում կիրառելու եւ թե վերբալ, թե վիզուալ լեգիտիմություն ձեռք բերելու համար։ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին նաև Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ առաջնորդները ընդգծել են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների նշանակալիությունը, վերահաստատել պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ։ Ավելի ուշ Ալիևը Կոպենհագենում Եվրոպական խորհրդի նախագահ Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լայենի հետ հանդիպմանն ասել է, թե Երևանն ու Բաքուն արդեն հարմարվել են կյանքին խաղաղ պայմաններում։ Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայտնում են, թե Ալիևը իր ձևակերպման մեջ նշել է, որ խաղաղության օրակարգի հետ կապված ձեռքբերումներն ունեն պատմական նշանակություն ամբողջ տարածաշրջանի, ներառյալ Հայաստանի եւ Ադրբեջանի համար։ Մինչև այդ Ալիևը հասցրել է օգտագործել հետևյալ լեքսիկոնը, թե թրիփը անցնում է Զանգեզուրյան միջանցքով։ Սա ըստ քաղաքագետի խոսում է այն մասին, որ թրիփը գործելու է թուրքական տանդեմի պատկերացրած միջանցքում։ Սա Թուրքիա եւ Ադրբեջանի համար ռազմավարական նշանակություն ունեցող հարց է, պլանավորված ծրագիր է, որը այս պահին փորձ է արվում այսպես նարատիվային պատերազմի միջոցով պայմանականացենք ներմուծել միջազգային հարաբերություններ։ Քաղաքագետ Պողոսյանը Հյուսիսային Կիպրոսի օրինակն է բերում, որի օկուպացիան միանգամից չի եղել։ Այն սկսվել է Թուրքիայի տևական աշխատանքներից հետո։ Ավելի ուշ Թուրքիան լեգիտիմացրել է ներխուժումը Կիպրոսի տարածք, եւ մասնագետը զուգահեռում է այն, ինչ հիմա Հայաստանի հետ է կատարվում, մասնավորապես Սյունիքի ուղղությամբ։ Նույնը Կիպրոսի դեպքում էր, մինչև կիպրական հյուսիսային հատվածի ամբողջական օկուպացիան։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։